Աշխարհացույցի հերթական ֆլեշմոբի մոտով անտարբեր անցնել հնարավոր չէր, ընտրելով անվանիները մեր կողքին թեման անմիջապես մտածեցի պապիկիս Ժորա Սարդարյանի մասին։ Կան մարդիկ, ում կյանքի պատմությունը հյուսվում է հայրենի հողի ու քարերի հետ, նրանց ձայնը դառնում է քաղաքի արձագանքը, իսկ հոգու տաղը ժողովրդի սեփականությունը։ Սյունյաց աշխարհի այս հրաշագեղ անկյունում, Գորիսում, բոլորը գիտեին նրան, Ժորա Սարդարյան, մարդ ում ժողովուրդն իր սիրով և մեծն Գուսան Աշոտը կնքեցին ամենապատվաբեր անունով Գուսան Սարդար։ Գուսանի կոչումը նա ստացել է 1985 թվականի մայիսի 16-ին։ Ամեն ինչ սկսվեց 1934 թվականի օգոստոսի 10-ին, երբ Գորիս գյուղի հնամենի մի ժայռափոր տնից Սարդարյանների բազմաշունչ ընտանիքը տեղափոխվեց գետի մյուս ափը և ծնվեց 9 զավակներից 7-րդը՝ Ժորան։ Այս օջախում ամեն ինչ շնչում էր արժանապատվությամբ և երաժշտությամբ։ Հայրը՝ Աթանես Սարդարյանը, կատարյալ էր իր մասնագիտության մեջ, հաշվապահ էր, բարձրահասակ և մեծարգո մի գորիսեցի, ում մեծն Սերո Խանձադյանը իր հայրենապատումում պատվով կոչել է Էրգյան Աթանես։ Նա անզուգական երգում էր, իսկ նրա երաժշտասեր զավակներից Արամայիսը հմայում էր թառի իր նվագով։ Մայրը՝ Աշխենը, իր մեջ խտացրել էր հայ մոր բոլոր արևոտ և ջերմ գույները, մնալով հարազատների հուշերում որպես անսահման, ոչ երկրային բարության խորհրդանիշ, հենց այս տանն էր, որ երեխաների հոգում ընդմիշտ տպավորվեց հայրական տան հնչող կռունկը, որն այնքան վառ տպավորվել էր տան ամենակրտսերի Ռամելա Սարդարյանի հուշերում։ Ստանալով նախնական կրթությունը Գորիսի 7-ամյա դպրոցում, ապա տեխնիկումում, Ժորա Սարդարյանը դեռ պատանի տարիներից անցավ աշխատանքի։ Նրա կյանքը բուռն էր ու բազմաբնույթ։ Նա եղավ Գորիսի մշակույթի, տան, երգի ու պարի համույթի ղեկավարը, ապա տնօրենը, աշխատեց տուրիստական հանգրվանում, հանրահայտ տուրբազայում, միկրոշարժիչ գործարանում, դրամատիկական թատրոնում և թիվ 2 միջնակարգ դպրոցում, բայց ուր էլ որ գնար, ինչով էր զբաղվեր, նրա կողքին էր իր հավատարիմ ընկերը՝ Քամանչան։ Եթե երաժշտության հանդեպ սերը ծնվել էր մանկության տարիներին, ապա գուսանական արվեստի խորքն ու հասունությունը նրա մեջ արթնացան ավելի ուշ, վերածվելով հզոր ստեղծագործական ալիքի։ Մեր ընտանիքում ասես սրբություն պահվում է մի գործիք՝ նրա Քամանչան։ Ամեն անգամ, երբ դիպչում եմ այս լարերին, թվում է, թե ժամանակը կանգ է առնում և սենյակում տարածվում է հենց իր՝ պապիս ներկայությունը։ Այս գործիքի մեջ Սյունյաց աշխարհի խրոխտ հոգին է, Գորիսի ծորերի արձագանքն ու մի ամբողջ կյանքի նվիրում։ Մեզ՝ հարազատներիս համար սա պարզապես երաժշտական գործիք չէ, այլ մեր տան ամենաարժեքավոր մասունքը, որն իր մեջ պահում է պապիկիս հոգու տաքությունը։ Գուսան Սարդարի տողերը ընթերցելիս դառնում ես նրա ապրած կյանքի վկան։ Այնտեղ հայրենիքն է, Սյունյանց աննման բնությունը, Սլոկի ջուրը, Սանդ աղբյուրը, Բռունի սարն ու ակների բարձունքները, բայց այս տողերում նաև մեծ ցավ կա, մոր հանդեպ կարոտը։ Կնոջ անժամանակ կորստի թախիծն ու պատերազմից այդպես էլ չվերադարձած եղբոր մորմոքը։ Նա ամեն ինչ կարող էր, ձեռքից ամեն արհեստ ու գործ դուրս էր գալիս, համեստ էր, բայց և աշխույժ ու կենսախինդ, սիրում էր շախմատ և երբեք չէր հանդուրժում պարտություն, խաղում էր մինչև հաղթական ավարտ, սիրում էր ֆուտբոլ երկրպագելով ֆանատիզմի աստիճան, իսկ 1963-ին ձեռք բերված նրա լեգենդար «Զիմ» մեքենան քաղաքում իսկական ճոխություն էր, որով նա ոչ միայն իր, այլև թաղամասի բոլոր երեխաներին էր պտտեցնում քաղաքով, երջանկություն պարգևելով նրանց։ Գորիսեցիները նրան հիշում են նաև հարսանիքներից։
անզուգական պապիկ, հրաշալի հայր, լավ ընկեր և մեծ արվեստագետ։ Գուսան Սարդարն ապրեց մի կյանք, որտեղ ամեն վայրկյանը լեցուն էր սիրով, դեպի մարդը, դեպի երեխաները, դեպի կյանքն ու հայրենի քաղաքը։ Նա հավերժ սիրահարված մնաց սիրելի Գորիսին, իսկ այդ սիրո լուռ վկան են Գորիսին նվիրված նրա բազում երգերը։ Նա գնաց իրենից հետո թողնելով Քամանչայի անմահ հնչյուններն ու սերունդների անմար հարգանքը, որոնք դեռ երկար կապրեն Գորիսի ժայռերի ու աղբյուրների երգերում։ Ինձ համար մեծագույն պատիվ է և միևնույն ժամանակ հոգում ես պատասխանատվություն լինել Գուսան Սարդարի արյան շարունակությունը։ Իմ ձեռքերում հիմա նրա ձեռագիր տետրերն են, տարիների ընթացքում կուտակված հույզերն ու տաղերը, որոնք դեռ սպասում են իրենց լուսաբացին։ Այս էջերում Գորիսի շունչն է, մեր լեռների կանչն ու մի ամբողջ կյանքի պատմություն, որն այսօր, ցավոք, դեռ փակված է մնում այս տետրերի լոռության մեջ։ Դրանք սպասում են իրենց ժամին։